Սարգսյան, ընտրությունների օրը մասնավորապես Սոթ համայնքում զինվորների քվեարկության վերաբերյալ բավականին մեծ աղմուկ բարձրացավ, նախ դուք ինչպես կմեկնաբանեք այդ հանգամանքը եւ դրանից հետո եւս մի քանի հարց։ Անկեղծ աղմուկը անիմաստ է, հաշվի առնելով, որ այնտեղ նաեւ եղել են լրագրողներ, իրանք նկատել են, որ ժամը 8-ից հետո մենք մոտավորապես, եթե ճիշտ եմ հիշում, 123-ից ավել զինվորների հետ են վերադարձել իրանք տեղակայման վայր եւ չեն մասնակցել ընտրություններին։ Այդ պահին ինչքան որ եղել են ներսում, եթե ճիշտ եմ հիշում, ասացին, որ 14 զինվորական են եղել ներսում, այդքան են մասնակցել ընտրություններին ու որևէ այլ բան չի եղել։ Իսկ հանձնաժողովի անդամների նախագահի կողմից այդ ուղղորդման դեպքերի վերաբերյալ, որ զինվորներին գնան ընտրեն։ Այդպիսի բան չի եղել, եթե կամ փաստեր կարող եք տրամադրել, անպայման կառաջանանք, բայց գոնե մենք նման բան չենք արձանագրել։ Եղել են դրսում մարդիկ, ովքեր փորձել են ուղղորդում իրականացնել, մենք բոլորին հեռացրել ենք տեղամասերի մոտից, որպեսզի նման բան չիրականանա։ Պարոն Սարգսյան, վարչական ռեսուրսի կիրառման դեպքերի մասին էր նաև խոսվում, թե նախընտրական քարոզարշավի ժամանակ եւ թե արդեն ընտրությունների ժամանակ դպրոցների ուսուցիչներ, որոնք բերվել էին ձեր մարզում, եւս դրա մասին խոսվել էր նախընտրական քարոզարշավի ընթացքում։ Ինչու եք մարդկանց տանում քաղաքացիական պայմանագիր կուսակցության հանրահավաքի։ Այդպիսի բան մեր մարզում չի արձանագրել։ Ես նման լուրջ դաշտ չեմ հիշում, որ Գեղարքունիքի մարզում այդպիսի բան են կամ նման բան է հրապարակվել։ Ես չեմ հիշում ու բացառում եմ, որ մեր մոտ նման ձևով վերաբերմունք արտահայտված լինի որևէ իրեն մանկավարժի կամ դպրոցի տնօրենի։ Եթե մարդիկ ունեցել են ցանկություն, մասնակցել են, չեն ունեցել նման ուղղորդում կամ չգիտեմ հրահանգ չի եղել։ Պարոն Սարգսյան, եւ հենց այդ Սոտքի ընտրատեղամասում մեր գործընկերներից մեկը, որը լուսաբանել էր այդ process-ը, Պաշտպանության նախարարությունը ծանոթագիր է ուղարկել եւ վարժական հավաքների են նրան տանում եւ հենց լրատվամիջոցն էլ կապում է լուսաբանման հետ։ Դուք այս պրակտիկան նորմալ եք համարում, այսինքն լրագրողը, որը իր մասնագիտական գործունեությունն է իրականացրել, հիմա ՊՆ-ն ինչ որ պատժիչ գործողություն է իրականացնում, ինչը իհարկե լրագրողը չի ընդունում, որ պատիժ է իր համար, այլ պատիվ է։ Դուք նաեւ որպես ծառայած պատերազմի մասնակից անկեղծ լսել եմ լրագրողի տված հարցազրույցը, ողջունել եմ ու բացառում եմ, որ Պաշտպանության նախարարությունը այդ մոտեցում է ցուցաբերել։ Ես ընդհանրապես կասեմ, որ դա կարող է զուտ զուգադիպել, ոչ թե իր մասնագիտական գործողության հետ կապված լինի, հաշվի առնելով նորից եմ կրկնում, որ Սոտքում նման բան չի եղել։ Պարոն Սարգսյան, այդ զուգադիպությունները ինչու է միայն քաղաքացիական պայմանագիր կուսակցության դեպքում։ Օրինակ, հենց Զվարթնոց օդանավակայանում ռազմական ոստիկանությունն էլ ծանոթագրեր է տրամադրել դրսից եկող մեր հայրենակիցներին եւ միայն օրինակ ընդդիմադիր քաղաքական հայացքներ ունեցողներին են տանում։ Չեմ պատասխանի Պաշտպանության նախարարության փոխարեն, բայց օրինակ մեր յուղում էլ են եղել դեպքեր, երբ որ մարդիկ կոնկրետ եկել են Ռուսաստանի Դաշնությունից ու կոնկրետ ուղղորդումով են եկել եւ նաեւ մոտեցել են մեզ ասելով, որ այնտեղից եկել են հատուկ այս բանը իրականացնելու համար, երբ որ իրենք վերջի 20 տարում Հայաստանի Հանրապետությունում որևէ ընտրության չեն մասնակցել։ Իսկ իրավապահների Ես անկեղծ չեմ ուզում մտնեմ այդ դաշտ, բայց հաշվի առնելով, որ նմանատիպ բաներ է տեղի ունեցել, պետք չի միակողմանի լուսաբանել, այլ պետք է իրական լուսաբանել նաև այն քաղաքացիները, ովքեր եկել էին Հայաստանի Հանրապետություն հատուկ ինչ-որ գործողություններ կազմակերպել։ Դրանք լուսաբանվել են, պարոն Սարգսյան, բայց հարցը այստեղ այն է, որ քաղաքացիական պայմանագիր կուսակցության դեպքում էլ են արձանագրվել նման դեպքեր, բայց դրանք մնացել են անհետևանք։ Օրինակ այն քաղաքացին, որը Զվարթնոցում իհարկե հետո նաև իր ընկերները պարզաբանել էին, որ դա հեգնանքով է ասվել տվյալ անձնավորությունը նաև հետագայում այդ ձև ներկայացնել ճիշտ չի լինի, ամեն դեպքում ունենք այն ինչ ունենք, ինչի համար իրականում պետք է մարդիկ, ովքեր փորձում էին ինչ-որ ձև միջամտել կամ ինչ-որ մի ձև փոխել ընտրությունների արդյունքները, պետք է պատասխան տան իրանք։ Իսկ ընդհանուր ընտրական process-ը ինչպես է գնահատում, հաշվի առնելով այն, որ վերահաշվարկի process-ը եւ բավականին ձայներ, օրինակ հենց ընդդիմադիրների
տեխնացուներին ետ են վերադարձում, կա նաև դեպքեր, որ ձեր ձայներն են ետ վերադարձվել, ավելի շատ, այո, բայց նաև կան դեպքեր, որ ավելի քիչ է ձեր ձայները, քան գրանցվել է ԿՀՀ-ում։ Չի բան եղած լինել, ես ասեմ նորից կրկնվեմ, արձանագրությունները բոլորը հրապարակված են, միգուցե տեխնիկական խնդիրների պատճառով թվերը ճիշտ չի լրացվել, բայց բոլորս էլ տեսնում ենք, որ դրանք բոլորն են հրապարակվել, բոլոր, թե քաղաքացիական պայմանագիր կուսակցության վստահված անձինք են հրապարակել այդ արձանագրությունները, թե ընդդիմադիր դաշտի գործընկերներն են հրապարակել, այնպես որ դրանք չէին կարող, ոչ մի ձև չէին կարող փոփոխվել։ Պետք չի ինչ-որ իլյուզիաներ ստեղծել, թե ինչ-որ բաներ ա ստեղծվել կամ ինչ-որ մի ձև փորձել են ընտրությունների արդյունքները փոփոխել, դա բացառված է, հաշվի առնելով, որ բոլորը հրապարակել են այդ արձանագրությունները եւ մենք կարող ենք ձեր հետ միասին, օրինակ Գեղարքունիքի մարզի բոլոր ընտրատեղամասերի արձանագրությունները ոչ թե հիմա, այլ տվյալ պահից, այսինքն ընտրությունների ավարտից հետո կարող ենք հավաքել ու ինքներս այդ վերլուծությունը անել։ Պարոն Սարգսյան, մանդատը վերցնելու եք, այս ընտրություններից հետո կարող է ինչ-որ փոփոխություն լինի, շարունակելու եք պաշտոնավարել որպես մարզպետ, թե օրինակ օրենսդիրում իրականացնեք։ Դրա մասին դեռ քննարկում չեմ ունեցել, չեմ խոսել ու վաղ է դրա մասին խոսել, հաշվի առնելով դեռ 2 ամիս կա, որ մինչև անդրադառնանք։